Ինձ խնդրեցին, ինչ ինձ շատ զարմացրեց, որ ինձ խնդրեցին երեկվա քարոզած թեման էջմիածնում, հիմա քարոզեմ, հետո նոր պատասխանեմ ձեր հարցերին։ Ստեղ արդեն մի քանի հարց կա, դուք կարաք էլի գրեք, որտեվ 1.5 ժամից պետքա գնանք։ Որտեվ ես Վիկա քրոջ հարսանիքի եմ եկել Հայաստան, Սահակյան Վիկայա, հիմա իր ազգանունը փոխվել է արդեն։ Ես իրան շուտվանից գիտեմ։ Եվ շուտվանից իր ամուսնության համար աղոթել եմ։ Արդեն նա այդքան էլ երիտասարդ չի։ Она примерно как моя младшая дочка. Ինքը իմ փոքր աղջկա տարիքին է։ Ей где-то около 38 лет. Մոտավորապես 38 տարեկան է։ Вот, может быть, я немножко с этого и начну. Դրա համար ես սրանից կսկսեմ հիմա։ Хотя вчера у меня это лежало на сердце. Թեև երեք որ այդ թեմայով խոսում էի, դա իմ սրտին դրված էր։ Это не было с ней связано. Դա կապ չուներ իր հետ քրոջը հետ։ Вот, и я прочитал такие слова, которые сказал апостол Варнава. Ես կարդացի երեք Բարնաբասի խոսքերից, что держитесь Господа искренним сердцем. Որտեղ ինքը ասեց, որ ամբողջ սրտով բռնեք Տիրոջը։ Или по-немецкому он сказал это людям, только что пришедшим ко Христу, и по идее у них должна была быть первая любовь. Գերմաներենում գրած է որ նա ասեց այդ խոսքերը այն մարդկանց, ովքեր նոր էին դարձի եկել, դրա համար իրանց մոտ դի վառված լիներ այդ առաջի սերը։ Он сказал, держитесь Господа всею крепостью. Եվ Գերմաներում ասում ամբողջ սրտի ամրությամբ բռնեք Տիրոջը։ Я хочу всем сказать, братья, сестры, Ես это очень важное высказывание. Քույրերի թեղբայրների համար ուզում եմ ասեմ, որ սա շատ կարևոր միտք է։ Чтобы мы держались Господа искренним всей крепостью сердца. Այսինքն այն, որ բռնել Տիրոջը ամբողջ սրտի ամրությամբ։ О Варнаве, который ты сказал, написано, что он был муж добрый, исполненный Духа Իսկ Բարնաբասի մասին գրած է, թե նա բարի էր ու հոգով լցված։ Знаете, когда мы приходим к Богу, Երբ որ մենք գալիս ենք Տիրոջը, нам кажется все так прекрасно. մեզ սկզբից թվում է ամեն բան սքանչելի Но է, нас будут ждать трудности. բայց ասեմ, որ մեզ սпасելու է դժվարությունները։ И Варнава знал это. Բարնաբասը այդ ամեն ինչը գիտեր։ Я буду говорить о чем-то, что касается вас. Ես ասելու եմ բաներ, որ ձեր հետ էլ կապ ունի։ Я никого не хочу дергать или дразнить. Ես չեմ ուզում ինչ-որ մեկ իրան ված գա իմ ասածներից, Но я хочу в чем-то вам помочь. բայց ուզում եմ ձեզ օգնած լինեմ, Чтобы держались Господа искренним сердцем. որ Քրիստոսին բռնենք ճշմարիտ սրտով։ Это кажется очень странно. Դա թվում է տարօրինակ։ Как кажется странно, когда мы перед браком говорим невесте, ты должна всегда любить своего Ինչպես տարօրինակ է թվում, երբ որ մենք ամուսնության ժամանակ ասում ենք հարցին դու միշտ պիտի սիրես քո ամուսնուն, բայց դա շատ ճիշտ է։ Потому что в жизни будут Քանի որ трудности. կյանքում լինելու են դժվարություններ, И в них надо остаться верным. եւ այդ ամենի մեջ պետք է հավատարիմ մնալ։ И в нашей жизни, когда мы встречаем Христа, Եվ երբ որ մենք նոր հանդիպում ենք Քրիստոսին, нам все кажется прекрасно. սկզբից ամեն բան լավ է թվում, Но Он так же, как Он велик, բայց ինչքան որ նա մեծ է Տերը, Он также и непостижим в своих путях. այդքան էլ դու չես կարա հասկանաս իր ճանապարհները։ Был такой человек, которого звали Иосиф. Եվ Հովսեփ անունով մարդ կար։ И Бог ему открыл то, что никто не мог понять. Տերը բացել էր իրան մի բան, որ ոչ մեկ չէր Что он будет հասկանում։ благословение для всего своего Այսինքն дома. բացել էր այն, որ Հովսեփը օրհնություն կլինի իր ամբողջ տան համար, Ему все поклонятся. եւ բոլորը կերկրպագեն իրան։ Это братьев вызвало зависть, Եվ նախանձ առաջացավ եղբայրների մեջ, а его даже отец, который был духовный, իսկ հայրը, որ он этого հոգևոր не էր, понял. նույնիսկ ինքը բան չհասկացավ։ Можно думать, ну да, Бог будет поднимать его. Что Бог его все выше, выше. Կարելի էր մտածել, որ հեսատերը սկսելու է Հովսեփին անընդհատ բարձրացնել, А братья ему позавидовали. բայց սկսվեց նրանց, որ եղբայրները Продали նախանձեցին его в рабство. եւ ծախեցին ստրկության, Бог его благословлял. թեև Տերը իրան օրհնում էր։
Там появилась негодная женщина, Բայց հետո մի վատ կին հանդիպեց իրան, которая решила его совратить. որը ուզում էր իրան խանգարեր այդ ճանապարհից շեղել։ Так делать некрасиво. Он не хотел так поступать. Բայց Հովսեփը չէր ուզում դա աներ։ Она сказала, что он его вроде пытается ее соблазнить. Եվ Она сказала своему мужу. Եվ այդ կինը ասեց իր ամուսնուն, թե Հովսեփն է ուզում Он իրան տիրանը։ действительно разозлился. Եվ այդ ամուսինը շատ բարկացավ։ Я думаю, что любой муж будет сердиться, если кто пытается его за жену Ինձ թվում է ամեն ամուսին նույն ձև կվարվեր, եթե իմանար, որ մի ուրիշ Опять в մարդ тюрьму посадили. եւ դրա համար նստեցրեց բանտ Հովսեփին։ Все было очень плохо. Եվ ամեն բան կարծես վատ էր Հովսեփի Братья համար։ думали, что он исчез из их Եղբայրները жизни. մտածում էին, որ նա անհետացել է։ Он сидел в тюрьме очень долго. Եվ բանտում նա շատ երկար նստեց։ Но Бог испытал его сердце. Բայց Աստված փորձեց Հովսեփի սիրտը Его сердце вошло в եւ железо. երկաթով անցավ իր սիրտը։ И Бог испытал и чему-то его Աստված научил. իրան փորձեց եւ նաեւ մի բան սովորացրեց։ И тогда Бог его освободил и поставил его вторым человеком в Եվ Египте. հետո нոր ազատեց իրան բանտից եւ նա դարավ երկրորդը Եգիպտոսում։ Но ему было очень трудно. Բայց իրան շատ դժվար էր, Там был хлебодар и виночерпий. որտեվ այնտեղ փարավոնի հաց բերողն էր եւ գինի И բերողն он էր։ им растолковал их сны. Եվ ինքը բացատրեց իրանց երազները։ И тогда он сказал, ну вы когда с вами сбудется, то вы попросите за меня Եվ Հովսեփը խնդրեց հետո որ բանտից դուրս գաք ձեր երազները կատարվի, իմ համար կասեք փարավոնին։ Они забыли Բայց это. նրանք էլ մոռացան։ Он опять там находился. Он опять находился. Եվ նա շարունակեց մնալ բանտում։ Пока однажды не пришло такое действие Божье, такой Մինչև сон виделся. որ մի օր նա տեսավ Տիրոջ գործը, երազ տեսավ, Ему кто не мог этого объяснить. երազ տեսավ փարավոն, որ ոչ մեկ չէր կարողանում բացատրել։ И тогда хлебодар, который Бог сказал, что будет сокрыта жизнь, сказал, ой, я вспоминаю мои грехи. Եվ այդ ժամանակ այդ հաց բերողը փարավոնի հիշեց, որ ասեց փարավոն, ես հիշում եմ իմ առաջվա մեղքերը, Там в тюрьме сидит один еврей. այնտեղ բանտում մի հրեա կա, Он мне мои сны растолковал. որը բացեց ինձ իմ երազները։ Его подняли очень высоко. Եվ այդ ժամանակ Հովսեփին շատ բարձրացրեցին։ А я скажу, что до этого времени ему было очень трудно. Բայց ես ասեմ ինչև այդ որ Հովսեփի համար շատ дժվար էր։ Но было одно, он держался Господа всею крепостью Բայց Հովսեփի сердца. կյանքում կար այն, որ ինքը ամբողջ սրտով, ամրությամբ սրտի բռնում էր Տիրոջը։ Вот это нужно нам. Եվ սա մեզ էլ է պետք։ Когда у нас теряется надежда, приходит пустота. Երբ որ մենք կորցնում ենք մեր հույսը, դատարկություն է գալի մեր ներսը։ Когда мы делаем всякие Այդ глупости. ժամանակ մենք սկսում ենք անհետ բաներ անել։ Вы знаете, мы были сегодня мы были на сочетании одной сестры. Այսօր մենք մի քրոջ պսակադրության էինք, Она как моя младшая дочка. ինքը ինչպես իմ փոքր աղջիկն է, տարիքով։ Но ей сильно за 30 лет. Նա արդեն 30-ն անցա։ Вы знаете, я знаю, что девушки, когда им больше 30 лет, Ես գիտեմ, որ եթե աղջիկը 30-ից бարձր է, они начинают очень часто чудить. նրանք սկսում են ինչ-որ ոնց որ տարօրինակ բաներ անել։ Они готовы за кого угодно выйти замуж, даже за Գալիս неверующего. ապա իրանք պատրաստ են нույնիսկ անհավատի հետ Это ամուսնանալ։ очень плохо. Բայց դա շատ վատ է։ Будет беда. Եվ ասեմ, որ հետո խնդիր կլինի։ В Библии написано: Բայց գրված է Աստվածաշնչում։ наслаждайся Господом от всего Որ сердца. վայլիր Տիրոջը քո ամբողջ սրտով։ И Он исполнит желание Եվ այդ сердца. ժամանակ նա твоего. քո срտի ուզածները կանի։ Я читаю, как это звучит по-еврейски. Ես ասեմ По-русски եբրայերենում, по-другому немножко. եբրայերենում թե դա ոնց է։ По-русски утешайся, Господи. Իսկ ռուսերենում գրած է, որ մխիթարվիր А Տիրոջով։ по-еврейски, по-немецки Իսկ наслаждайся. եբրայերեն ու գերման Господом. գրած է վայլիր Տիրոջը։ Вот это очень важно. Սա կարևոր է։ Девушки, когда им становится больше 30 лет, Երբ որ երիտասարդ աղջիկը 30-ն они անցա, рассуждают примерно так. իրանք սկսում են այսպես մտածել, Я некрасивая, որ ուրեմն ես սիրուն չեմ, я ужасная, ես վատն եմ, գեշ я եմ, никому не եւ ոչ нужна. մեկին պետք չեմ։ Хоть кто-нибудь бы Գոնե нашелся. ինչ որ մեկը իմ հետ И вот это ամուսնանա։ Բայց ես неправильно. ասեմ դա ճիշտ չի։
Иосиф, он надеялся на Бога. И у мальчиков тоже такие вещи бывают. Հովսեփը հույս ուներ Տիրոջ վրա, եւ այդ նույն խնդիրները կան տղաների մոտ։ Когда они получили 2-3 отказа, у них такой длинный нос Որտեւ появился. եղբայրներն 2 կամ 3 անգամ երբ որ մերժվում են, էլի ինչ որ բաներ են անում, բայց պետք է ապավինել Տիրոջը։ Я не знаю, как у вас в Армении. Ես չգիտեմ Հայաստանում ոնց է։ У нас в Германии очень распространено, что они договариваются сначала девушки с ребятами. Բայց Գերմանիայում տարածված է Между собой, давай поженимся. որ առանց ոնց որ սպասավորներին զգուշացնելու եղբայրն ու քույրը իրար հետ ոնց որ պայմանավորվում են ամուսնանալ։ Я хочу этой сестре сделать Հետո предложение. եղբայրը մոտենում է ծառայողին ասում է ուզում եմ առաջարկություն, բայց չգիտի եղբայր որ շուտվանից արած է արդեն։ Братья, ты с ней говорил? Եվ եղբայրը հարցնում է իրան, որ դու կարող ես այդ շփվել, բայց քեզ ինձ մոտեցե։ Понимаете, значит, мы бы делали так, что мы делали через братьев. Բայց մենք միշտ առաջարկությունը պետք է անել սպասավոր եղբոր միջոցով։ Это очень защищает и девушек, и мальчиков. Որտեւ դա կպահպանի թե քրոջը թե եղբորը։ Если он или она получают отказ, Իսկ եթե իրանցից մեկը մերժվում է, человек не будет бояться, что над ним будут смеяться. այդ ժամանակ էլ վախ չկա, որ իր վրա կխնդան Так մյուսները։ бывает, что молодому человеку девушка отказала, Բայց լինում է, որ քույրը мերժում է մի и եղբոր, все девушки это знают. ու բոլորը իմանում են դա եկեղեցու մեջ։ И все понимают, что он, наверное, плохой. Եվ սա սկսում են մտածել, թե երևի այդ եղբայրը շատ վատն է Я դրա вчера համար։ этого не рассказывал. Ես երեք դա չեմ պատմել, Но это самая обычная картина. բայց ես ասեմ, սա հասարակ պատկեր է։ У меня был один брат, Եվ մի եղբայր կար մեր մոտ, и он говорит мне, եւ ինձ նա ասում է, не хочу я дружить с девушками. որ ես չեմ ուզում ընկերություն անել Я боюсь, երիտասարդ что я քույրերի не հետ։ выйду до старости, не женюсь. Եվ ես վախում եմ, թե չեմ ամուսնանա միջև ծերություն։ Ես ասում եմ, դե արի իրար հետ աղոտ կանենք։ Вы знаете, я не очень люблю быть свадебным генералом. Ես То есть իհարկե отчитывать, потому что я չեմ սիրում պատասխանատու լինել ամուսնության հարցերում, թեև ես եպիսկոպոս եմ, բայց այդ եղբայրը եկավ եւ ինձ ասեց։ Я знаю, вот эта девушка будет согласна. Եկավ մի օր ասեց, ես գիտեմ այսինչ քույրիկը հաստատ կհամաձայնվի։ Ես իրան ասացի, լավ, ես կխոսամ այդ քույրիկի А հետ։ если она согласится, ты будешь нас отчитывать? Буду. Եվ եղբայրը ասում է, եթե այդ քույրիկը համաձայնվի, դու մեզ У կփսակադրես, этого человека сегодня много детей. ասեցի, հա, Я не եւ помню, մինչեւ եւ հիմա сколько. իրանք շատ երեխեք ունեն։ Я первых детей переносил, потом он уехал в другой город. Հետո նրանք տեղափոխվեցին ուրիշ քաղաք։ Но вот это надо дождаться. Բայց սրան պետքա սпасել։ И в этот момент надо наслаждаться Իսկ Господом. մինչև այդ պետքա վայելես Տիրոջը։ О нем думать. Իր մասին մտածես։ Неважно, ты молодой человек или девушка, это не играет Կապ չունի роли. դու եղբայր ես թե քույր դա դեր չի խաղում։ Это может быть не всегда связано с женитьбой. Դա կարող է միշտ չի որ կապ ունի ամուսնության հարցի Я, հետ։ может быть, этот пример привожу, потому что это вам больше Ես բերում եմ понятно. ուղղակի ամուսնության օրինակով, որտեվ ձեզ Я ավելի в этом даже հասկանալի է։ не сомневаюсь. Ես չեմ էլ И կասկածում։ вопросы вам даже не задаю. Եվ нույնիսկ հարցեր էլ չեմ տալի այդ Оно ուղղությամբ։ может быть в чем угодно. Բայց դա կարող լինի ուրիշ հարցերի հետ У меня կապված был է։ другой Օրինակ вопрос. իմ մոտ ուրիշ հարց կար։ Я был уже женатый Երբ որ человек. ես արդեն ամուսնացած էի, Мне не нужна была девушка. էլ ինձ կարիք չկար, որ ոնց որ ամուսնանայի, Но у меня что-то не получалось в духовной բայց իմ մոտ էլ жизни. հոգևոր կյանքում բաներ կար, որ չի ստացվում։ Совсем не Եվ получалось. ընդհանրապես չէր ստացվում։ Я пришел к своему Եվ пастору. ես եկա իմ հովիվի մոտ, Говорю, брат Степан, Ստեփան եղբայր ասում եմ у իրան։ меня ничего не Եվ получается. իմ մոտ բան չի ստացվում։ И я так вижу, не получится. Ու ես մտածում եմ չի էլ Я, ստացվելու։ наверное, умру. Երևի ես կմեռնեմ։ Я не думал, что я буквально умру. Ես չեմ խոսում, որ ֆիզիկապես կմեռնեի։ Ես մտածում էի հոգևորապես կմեռնեմ։ А он смотрит на меня и говорит, ну, Ричард, если Бог определил тебе умирать, Եվ умирай, նա я тебе не помогу. նայելով ինձ հովիվ ասեց, եթե Տերը որոշել է պիտի А я մահանաս, тебе մահացի։ одну вещь скажу. Բայց ես քեզ մի բան կասեմ, Где ты должен թե դու умирать? որտեղ պիտի գաս մահանալու։ Вот приходи умирать в собрании. Մահանալուց կգաս եկեղեցի։ Это может быть странное слово. Թվում է թե տարօրինակ խոսք է։ Я потом понял, какую он драгоценную вещь мне Ես հետո сказал. հասկացա ինչ թանկարժեք բանն է ինձ ասեց։ Там, где место прославления Бога, Այնտեղ որտեղ վայրն է Տիրոջը Նիկտոն փառավորելու, իմոշ այնտեղ դու հնարավոր չի մեկը մահանա։ а
А если даже умирает, то воскрешает с Նույնիսկ Христом. եթե նա մահանում է, հարություն առնում Քրիստոսի Но հետ։ для этого надо держаться Христа Բայց всей դրա համար նախ крепостью պետք է сердца. ամբողջ սրտի ամրությամբ բռնել Քրիստոսին։ Это очень важно. Եվ սա շատ կարևոր է։ Держаться Бога всею крепостью сердца. Բռնել Աստծուն ամբողջ սրտի ամրությամբ И верить, что Он благ. եւ հավատալ, որ նա բարի է, И что Он поможет. որ նա կօգնի, Что искушение не длится вечно. որ փորձությունը հավիտյան չի տևելու։ Один американский пастор сказал, что человек получает огромную силу, Ամերիկացի մի հովիվ ասեց, որ մարդը ստանում է մեծ զորություն այն ժամանակ, когда он начинает понимать, что искушение длится не вечно. երբ որ այդ մարդը սկսում հասկանալ, որ այդ փորձությունը հավիտյան Бог չի, как-то поможет. որ Աստված մի ձև կօգնի, Будь то в семье, թեկուզ ընտանիքում, будь то в работе, կամ գործի մեջ, будь еще в կամ чем. ինչ որ ուրիշ тեղ։ Может быть, ты не всегда будешь и получишь то, что ты хотел. Կարող է միշտ չի դու կստանաս այն, ինչ ուզում էիր, Но то, что ты получишь, это будет то, в чем нуждается твое сердце. բայց այն, ինչ որ դու վերջում կստանաս, դա հենց այն է, ինչի կարիքը дու Вы ունեիր։ посмотрите, Иосиф очень долго был в темнице. Հովսեփը շատ երկար ժամանակ էր բանտում, Но Бог совершенно не собирался из него делать директора всех египетских темниц. բայց Աստված չէր պատրաստվում իրան ղեկավար սարքեր բոլոր Եգիպտոսի բանտերի։ Նա սովորացնում էր իրան ուրիշ բան։ Может быть, и тебя учит в другом месте. Կարող է քեզ էլ մի ուրիշ վայրում Տերը Учит тебя սովորացնում։ жить Богом, Սովորացնում է ապրել Տիրոջմով, держаться Господа всею крепостью сердца и բռնվել ամբողջ наслаждаться им. սրտի ամրությամբ եւ Это իրան значит վայելել։ жить Богом. Դա նշանակում է ապրել Աստծով։ Когда все вокруг плохо. Նույնիսկ երբ որ ամեն բան վատ է, Жить Богом. ապրել Աստծով И Он поможет нам. եւ նա մեզ կօգնի։ И мы станем людьми сильными в Մենք Боге. զորավոր մարդ կլինենք Տիրոջ մեջ։ Он благословит наш труд. Նա կօրհնի մեր աշխատանքը։ Мы поймем наше место в церкви. Մենք կտեսնենք մեր տեղը որն է եկեղեցում, Это не так просто. բայց դա այդքան էլ հեշտ չի։ Приходит ко мне одна сестра Եվ մի քույրիկ է ինձ մոտենում и говорит: Ричард, я не хочу больше работать с детьми. Может быть, Бог меня определил евангелизировать. Եվ այդ քույրիկը ինձ ասում է, ես էլ մանուկների հետ չեմ ուզում աշխատանք տանեմ, միգուցե Աստված որոշել է ես ավետարանիչ դառնամ։ Ты почему так думаешь? Ես ասում եմ, ինչի ես այտենց А у մտածում։ меня с детьми не получается. Ասում եմ, որտեւ իմ ничего. մոտ չի ստացվում ոչ մի բան երեխեքի հետ։ Я говорю, ты очень плохое время придумала ко мне прийти с таким Ես ասում եմ, դու շատ սխալ ժամանակին ես հիմա եկել իմ մոտ Если այդ бы ты հարցերով։ сказала мне, у меня с ними получается все. Օրինակ, եթե դու ինձ գայր ասեիր իմ մոտ ամեն բան ստացվում է երեխեքի հետ, նրանք ինձ սիրում են, Но я вот чувствую, что меня что-то другое зовет. բայց ես մտածում եմ, որ միգուցե Աստված ինձ ուրիշ տեղ է կանչում, այդ ժամանակ ես քո հետ կխոսայի այս А թեմայով։ так как ты мне говоришь, это не подходит Բայց դու совсем. այն ձևով ես ասում, որ դա այդքան էլ ճիշտ չի։ Ты давай дальше трудись с детьми, когда у тебя начнет получаться, придешь ко мне. Ես ասում եմ դու շարունակիր ծառայել երեխեքին, երբ որ տենաս որ ստացվում է, նոր կգաս այդ հարցով։ Посмотрим, это Божье дело или нет. Հետո նոր կհասկանանք դա Աստծուց է թե չէ։ У меня точно так было. Եվ իմ մոտ էլ է այդպես եղել։ Я пришел в церковь, Ես եկա եկեղեցի, я был студентом в Московском университете. երբ որ ես համասարանում Մոսկվայում սովորում էի, Я встретил Господа и решил, что я больше математикой не занимаюсь. ես հանդիպեցի Տիրոջը եւ հասկացա, որ մաթեմատիկայով էլ չեմ զբաղվելու։ Я вам скажу, это красивая штука математика. Բայց ես նախասեմ, որ մաթեմատիկան շատ գեղեցիկ բան Вам է։ может быть смешно. Կարող է ձեր համար Но ծիծաղելի է, это очень красивая вещь. բայց նա շատ գեղեցիկ բան է։ Не та математика, которую вы учили до 5 Ոչ թե այն класса, մաթեմատիկան, որ մինչև 5-րդ դասան а եք սովորել, настоящая այլ математика. իրական մաթեմատիկա։ Чтобы вы поняли, что я имею в виду, я вам скажу. Որպեսզի հասկանաք ես ինչ նկատի ունեմ, ես У ասեմ, Альберта Эйнштейна, вы наверняка знаете որ это имя, Էյնշտեյնին դուք գիտեք, был друг. եւ նա ընկեր ուներ Его звали Курт Gödel. Կյուրտ Գյոդել անունով, И он нашел решение եւ նա կարեցավ գտնել լուծումը теории относительности Эйнштейна. Էյնշտեյնի հավանականության տեսության լուծումը, И по этому решению եւ ըստ այդ լուծման стало ясно, что время в прошлом и в будущем это одно и то же. ըստ այդ լուծման իրանք եզրակացություն եկան, որ Голова не անցյալում кружится, ու ապագայում եղած ժամանակը դա նույնն է։ потому что я говорю. Միգուցե դուք չեք հիմա դժվար է Это был один из պատկերացնել, самых великих математиков. բայց նա մեծ մաթեմատիկոս էր։
Понимаете, математика это очень красиво. Այդ դրա համար մաթեմատիկան շատ Но я գեղեցիկ։ понял, я не хочу этим заниматься, я хочу Богу служить. Բայց ես հասկացա, որ ինձ դա պետք, ինձ պետք Моя է первая Աստծուն мысль ծառայել։ была, я поеду куда-нибудь в деревню, Եվ իմ առաջին միտքն էր, որ կեթամ մի գյուղ, оставлю всю мою прошлую жизнь կթողեմ իմ անցյալ կյանքը и буду евангелизировать людей. ու կսկսեմ ավետարանչություն անել։ И такая была моя мысль. Այդպիսին էր իմ միտքը։ Но Бог поставил в такие положения, мне ничего не Բայց Աստված получалось. ինձ այնպիսի դրության մեջ դրեց, որի мод բան չէր ստացվում։ Я когда-то ему сказал: Господи, если ты поможешь мне все-таки понять, как строить мне духовную Մի жизнь, անգամ էլ ես ասեցի Տիրոջ, եթե դու ինձ հասկացնես, թե ես ոնց իմ հոգեոր կյանքը դասավորեմ ճիշտ, я буду всем помогать это. ես երբ որ այդ խնդրից դուրս գամ, բոլորին կօգնեմ Был արդեն։ момент, чего он хотел от меня услышать. Եվ դա հենց այն բանն էր, որ Տերը ուզում էր В լսեր իմ это время в շուրթերից։ Москве пошли в нашу церковь образованные люди. Образованные люди. В нашу церковь. Եվ այդ ժամանակ Մոսկվայի մեր եկեղեցում գալիս էին, ասենք, ավարտած մարդիկ, խելացի մարդիկ։ Այն ժամանակ Все с высшим образованием. հասարակ մարդիկ չէին գալի եկեղեցի, Когда я ավարտած։ уезжал в Германию, у меня вся церковь такая была. Եվ որ ես գնացի Գերմանիա, այնտեղ ամբողջ եկեղեցիներ В այդպես։ этот момент выяснилось, Եվ པարզ դարավ այդ ժամանակ, я начал понимать, как надо бороться. ես ստեցի հասկանալ ոնց պատերազմել։ И я больше того, я мог этим людям помогать. Արդեն ես կարում եմ այդ մարդկանց օգնել։ Там, где эти старые деревенские дедушки не знали, что им говорить. Да, там, когда я пришел в церковь, там были все такие... Այնտեղ բոլորը կիրթ մարդ, ընդհանրապես կիրթ չէին։ Եվ երբ որ ես մտա Они просто եկեղեցի, не знали, что с этим образованным говорить. այնտեղ պապիներ էին նստած, որ կրթություն չունեն, չգիտեին իմ հետ, որ ես ավարտած եմ, թե իմ հետ ոնց շփվեն։ Բայց ես գիտեի։ И они пошли в церковь. Եվ իրանք գնում էին А я стал եկեղեցի։ служителем, Ես էլ դառա ծառայող։ диаконом, пресвитером, епископом. Սարկավակ 3, հետո Кто-то եպիսկոպոս։ из вас здесь из Краснодара. Ստեղ մարդիկ կան Կրասնոդարից։ Я когда-то Володе Ноздрину сказал: у тебя много студентов. Եվ Նոզդրին եղբոր ես մի անգամ ասացի, քո մոտ շատ կան, ասենք, Как мы делаем սովորող детское служение, ты երիտասարդներ։ должен сделать студенческое. Ինչպես մենք մանուկների կամ պատանների համար Потому ենք что у անում, них այդպես էլ вопросики у бабушек нет. առանձին ավարտած մարդկանց համար На них надо արապաշտամում, отвечать, Որտեղ- иначе они стоять не могут. որտեղ իրանք շատ հարցեր ունեն, որոնց պետքա պատասխանել։ Это также с музыкой, с чем угодно. Այդպես է նաև երաժշտության մեջ եւ այլ բաների մեջ։ Но нам для того, чтобы в это войти, нам надо держаться Господа всей Բայց դրա մեջ крепостью մտնելու сердца. համար նախ պետք է ամբողջ սրտյամրությամբ բռնել Տիրոջը։ Знаете, мы как люди хотим получить благословение. Մենք որպես մարդ ուզում ենք օրհնությունը, Но у Бога другие цели у нас. բայց Աստված ունի ուրիշ նպատակներ մեր Ему нас համար։ не совсем не трудно благословить. Տիրոջ համար դժվար չի մեզ օրհնել, Но ему нужна другая вещь. բայց Տիրոջ ուրիշ բան է պետք։ Он хочет увидеть, что как бы нам трудно не было, мы можем им жить. Եվ նա ուզում է տեսնի, որ ինչքան էլ մեր համար ծանր է, մենք կարանք իրանով ապրենք, Что мы держимся его. որ մենք բռնվում ենք իրան, Этой всей крепостью сердца. ամբողջ սրտի ամրությամբ։ Когда все вокруг идет не так, Այն ժամանակ, երբ որ ամեն բան թարս է а мы գնում, держимся его. բայց մենք բռնվում ենք իրանից։ Искушения не длятся вечно. Փորձությունը հավիտյան չի, Они մի օր кончатся. կվերջանան։ А Бог, который испытает тебя, Իսկ Աստված, որ քեզ Он կփորձի, что-то даст тебе. վերջում քեզ մի բան կտա։ Это вот практически то, о чем я вчера говорил. Դա հենց այնն է, ինչ որ ես երեք խոսում էի։ Я, может быть, немножко по-другому. Միգուցե говорю, ուրիշ ձևով էի խոսում, Но это можно понять. բայց սա կարելի է հասկանալ, Богу надо, чтобы мы его любили. որ Աստծուն պետք է, որ մենք իրան սիրենք, Я думаю, это всегда так. եւ դա միշտ այդպես է։ Это всегда нам будет нужно. Դա միշտ պետք կգա մեզ։ Это надо в семье. Դա պետք է նաև ընտանիքում։ Как вы думаете, что самое важное в семье? Ինչն է ամենակարևորը ընտանիքում, Чтобы она была красивая, хорошо мне готовила, да? որ գեղեցիկ լինի կամ лав կերակուր պատրաստի։ Да нет. Самое важное в семье, чтобы она и я, мы могли друг друга прощать. Ամենակարևորը ընտանիքում, որ կինն ու ամուսինը կարենան իրար ներել։ Прощать – это значит, любовь не раздражается. Ներել նշանակում է, որ սերը չի բարկանում։ Я не знаю, как Չի по-армянски գրգռվում։ это. По-английски, по-немецки это любовь не допускает горечи.
հայերենում գրգռվում բառնա, բայց անգլերենում եւ գերմաներենում որ սերը թույլ չի տալիս որ դառնություն լինի։ И там, где в русском стоит, чтобы мужчины не обращались с женами жестоко, Եվ որտեղ որ գրված է որ ամուսինները խիստ չվարվեն իրանց կանանց հետ, по-немецки, по-английски стоит, այդ նույն տեղը գերմաներեն եւ անգլերենում սենց է чтобы ասում։ они не имели к женам горечи. Գրած է որ ամուսինները դառնություն չունենան կանանց նկատմամբ։ Если я на кого-то обиделся, Ու եթե դու նեղացել ես, может, он и правда плохо мне сделал. կարող է իրոք քեզ վատ բան արել։ Но я не могу считать, что я простил человека, Բայց ես пока горечь из моего сердца не уйдет. Բայց ես չեմ կարող համարեմ որ ներել եմ մարդուն, եթե դառնությունը դեռ սրտիս մեջ կա։ Это никогда не будет, что будет как раньше. Այսինքն, որովհետև այդ դեպքում չի լինի այնպես, ինչպես մինչև այդ էր ձեր հարաբերությունները։ Говорят, ну давайте простим и будем жить, как будто ничего не было. Լինում է հաճախ ասում են, դե եկեք ներենք, ապրենք այնպես, ոնց որ թե բան չի Это եղել։ не работает. Բայց դա այդպես չի Мы աշխատում, второй раз наступим на те же грабли. որտեվ նորից նույն սխալը կանենք։ А настоящая любовь, она учит обращаться с человеком мудро. Իրական սերը սովորացնում է վերաբերվել մարդուն То իմաստությունով, есть человека любить այսինքն սիրել մարդուն и не просто говорить «я тебя люблю». եւ ոչ թե միայն ասել, որ ես Это քեզ սիրում եմ, ничто. դա ոչ մի արժեք չունի, Любить человека – это значит բայց понять, где я ему сделал больно. սիրել մարդուն նշանակում է հասկանալ ես որտեղ եմ իրանց И эту հավացրել вещь исправить. եւ դա ուղղել։ Тогда будет правильно. Այդ ժամանակ ճիշտ կլինի։ На добро надо иметь мудрость. Եվ բարին անելու համար պետք է Вот իմաստություն։ так духовно растут. Այդպես հոգեվորապես Я աճում են։ немножко по-другому говорю то, о чем я вчера Ես մի քիչ говорил. ուրիշ կերպով եմ ասում այն ինչ որ Я երեք եմ хочу, ասել։ чтобы Бог вас в этом Ես ուզում եմ Տերը благословил. սրա մեջ ձեզ օրհնի։ Это может быть не очень просто. Կարող է այդքան էլ հեշտ Но չլինի։ поэтому написано, что на зло мы должны быть просты, на добро Բայց դրա համար է мудрые. գրած որ չարության մեջ հասարակ եղեք, իսկ բարին անել մեջ Это իմաստուն։ везде так. Դա բոլոր միշտ այդպես է։ Это так почтение родителей. Էդի վերաբերվում է նաև պատվել ծնողներին Это так правильное отношение с детьми. եւ երեխեքի հետ հարաբերությունների մեջ։ Они могут многие нам трудности делать. Вы в основном это не знаете, а кто-то знает. Որտեվ շատերը գիտեն կամ չգիտեն, որ երեխեքը կարան дժվարություններ Надо առաջացնեն, учиться, как сделать, найти подход к этим детям. բայց պետքա ճիշտ մոտեցում ունենալ իրանց։ Но Господа надо держаться всею Իսկ крепостью. Տիրոջը պետքա բռնել ամբողջ սրտի ամրությամբ։ Ни я, ни ты, мы не сможем обойтись без ошибок. Ես ու դու չենք կարա С չսխալվենք։ мужем, с женой, с детьми, Ամուսնու կնոջ կամ երեխեքի հետ, с родителями, կամ ծնողների հետ, с пастором, կամ հովիվի հետ, на работе. աշխատանքի վայրում, Но надо держаться Господом всею крепостью сердца и этому научиться. բայց Աստծուն պետքա բռնել ամբողջ сրտի ամրությամբ եւ դա սովորել։ Я думаю, вы меня поняли. Ինձ թվում է որ դուք ինձ Я հասկացաք думаю, это очень важно. եւ որ սա շատ կարեւոր է։ У меня ничего не получалось. Իմ մոտ եղել է որ բան չի ստացվել։ Я ему так сказал, я умираю. Ես տենց էլ ասացի իմ հովին, ես մեռնում եմ, Я в какой-то момент понял, բայց հետո ես հասկացա, я буду жить որ тем, что Бог меня прощает. ես կապրեմ նրանով, որ գիտեմ, որ Տեր ինձ ներում է։ И живя этим прощением, Եվ այդ ներման մեջ ապրելով я буду учиться чему-то, чему Он хочет меня ես научить. կսովորեմ այն ինչ որ Տերը ուզում է ինձ սովորացնել։ И это помогло мне. Եվ դա ինձ օգնեց։ И я стал жить, всегда надеясь на Его милость. И сегодня так Ու живу. ես սկսեցի ապրել միշտ ապավինելով իր ողորմությանը եւ Стараюсь այսօր էլ եմ понять, что Ему надо. այսօր էլ եմ ես այդպես ապրում, ուզում եմ հասկանալ թե նա ինչ է уզում ինձանից։ Меня только рукоположили на епископа, Ефор- это был 94-й год. 94 թվականին նոր ինձ ձեռնադրեցին եպիսկոպոս։ Вы были тогда совсем маленькие, а может вообще кого-то не было? Я говорю, вы были тогда совсем Դուք маленькие. այդ ժամանակ երեխեք եք կամ էլ չկայք։ И ко мне приходит девушка Եվ ինձ մի երիտասարդ աղջիկ ա մոտենում, и говорит, я иду в погибель. ասում է ես գնում եմ մահվան։ Я говорю, почему? Ասում եմ ինչի համար։ Потому что я плохая. Եվ ասում է որտեվ ես վատն եմ։ Ну давай покаемся. Ասում եմ դե արի ապաշխարենք։ Ասում է չէ։ Почему? Ասում եմ ինչի չէ։ Бог грешников не Որտեվ նա слушает. ասում է Աստված չի լսում Это было մեղավորներին։ просто искушение. Я думал, как ты читаешь Դա իմ համար Библию? ոնց որ փորձուն լիներ։ Ես ասում եմ, բայց դու Աստված շունչ ոնց ես կարդում։ И так
и так пытался. Ես փորձում եի տարբեր կողմից հասկացնել, օգնել, Она все отражает вот таким բայց пониманием. նա բոլորին ամեն ինչին պատասխան որ Աստված չի И լսում։ при этом повторяет через 2-3 фразы одну фразу, которую очень часто слышу девушек. Եվ նա անընդհատ կրկնում է մի բան, որ աղջիկը շատ հաճախ ասում են։ Ты меня не понимаешь. Ասում է դու ինչ չես հասկանում։ Я как в искушение попал. Ես ոնց որ փորձության մեջ եի։ Думаю, зачем ты вообще ко мне пришел? Ես մտածեցի այդ աղջիկը ինչի համար է իմ մոտ եկել։ Что мне с ней делать? Ես ինչ անեմ, ոնց վարվեմ։ Я сидел, молился и что-то понял. Ես նստած աղոթում եի եւ մի բան հասկացա։ Говорю, слушай, дружок, Ես իրան ասացի լսիր ընկեր։ ты как ты к Богу пришел? Դու ընդհանրապես ոնց ես դարձի եկել Աստծուն։ О, брат Ричард, это было так Ասում է прекрасно. Ռիչարդ եղբայր այնքան սքանչելի Я ժամանակներ էր։ надеялась, все будет так хорошо. Ու ինձ թվում էր թե ամեն բան լավ կլինի։ А теперь ты в себе Ասում եմ разочаровался. իսկ հիմա դու հիասթափվել ես Но քեզանից։ наконец ты меня Ու ասում է понял. վերջապես դու ինձ հասկացար։ Не, я не все понял. Ես ասում եմ չէ, դեռ ամենը Շո՞տ չեմ եմ հասկացել։ իմ Ասում է քույրիկը ինչը չես հասկացել։ Меня интересует, а Христос тебя тоже Ես իրան разочаровал? հարցրեցի իսկ ինձ հետաքրքիր է Քրիստոսն էլ է քո հիասթափվել քեզանից։ Нет, он не может разочароваться, он все знает. Ասում է չէ Քրիստոս չի կարող հիասթափվել, նա ամեն բան գիտի։ Я ей говорю, тогда я вообще Христа не Ես понимаю. ասում եմ այդ դեպքում ես արդեն Քրիստոսին Հա։ սկսեցի չհասկանալ, ասում է Ну, если бы ոնց։ ко мне пришла такая молоденькая девушка, Ու ես բացատրում եմ, եթե մի երիտասարդ աղջիկ вроде она կար даже симпатичная, ու տեսքով գեղեցիկ, но я знаю, что она все, ну, верная мне не բայց будет. ես նախապես գիտեմ, որ ինքը հավատարիմ չի լինելու, Зачем я буду с ней возиться? Всё այդ դեպքում ես ինչի бесполезно. գործ ունենամ այդ երիտասարդ աղջիկա հետ։ Она смотрит на меня и говорит, Եվ ինքը նայելով ինձ ասում է. Ричард, ты епископ, ты не имеешь права так Որ говорить. Ռիչարդ դու եպիսկոպոս ես, իրավունք չունես այդպես Я մտածել։ говорю, это не я говорю, это ты Եվ ես ասում եմ, դա говоришь. ես չեմ ասում, դա հենց քո դու ես ասում։ На меня смотрит два Եվ глазища. ինքը մեծ աչքերով նայում է ինձ։ Ты что хочешь сказать? Что он видел, какая я Եվ плохая? այդ քույրիկ ասում է, ինչա դու ուզում ես ասես, որ Все-таки меня որ любил. Քրիստոսը նախապես գիտեր, թե ես ինչ վատն եմ ու էլի Я շարունակում էր ինձ սիրել։ полчаса пытаюсь тебе это Ես ասում եմ, ես втолковать, քեզ никак ժամը не հենց դա եմ, քեզ получается. ուզում ասեմ։ Тут что-то потекло. Ու արդեն արցունքներ եկան։ Он встал на колени, Եվ նա ծնկի եկավ и мы начали молиться. ու մենք աղոթեցինք։ Потом мы уехали в Германию, я уже дальше не знаю, что с этой Հետո ես девушкой գնացի было. Գերմանիա, ես չգիտեմ հետո իր Я այդ понимаю, ինչ что եղավ։ сегодня наверняка уже тоже не молодой человек. Բայց ես հասկանում եմ, նա այսօր արդեն երիտասարդ չի, Но мы должны понять, что Бог на людей любит не потому, что мы хорошие. բայց մենք պետք է հասկանանք, որ Տերը սիրում է մեզ ոչ թե որտեղ մենք լավն ենք։ И Его любовь – это не проходящее состояние. Իր ասեր այնպիսի բան չի, որ մի օր կանցնի, Вчера я любил, сегодня не որ люблю. երեք սիրում էր, այսօր չի սիրի։ Это Его совершенство. Դրա մեջ իր կատարելությունն է։ И нам надо в это верить. Սրան պետք է մենք հավատանք։ И когда мы начинаем думать, что Бог нас разлюбил, Իսկ երբ որ մենք մտածում ենք, որ Տերը ել մեզ չի мы սիրում, Его оскорбляем. դրանով իրան ոնց որ վիրավորում ենք, Он нас любит. բայց նա մեզ сիրում է։ И это показывает не что-либо, а то, что Он умер за нас на Голгофском Եվ դա кресте. ոչ թե ուղակի խոսքերը, այլ այն է, որ նա մահացավ խաչի Может, Գողգոթայի у нас խաչի все վրա։ плохо. Թեկուզ մեր մոտ ամեն բան Может, վատ է։ нам надо покаяться. Թեկուզ կարիք կա Но Он ապաշխարության, нас все равно բայց նա любит. միևնույնն է մեզ սիրում է։ И поэтому мы должны держаться Бога всей крепостью Եվ сердца. հենց դրա համար պիտի срտի ամբողջ ամրությամբ բռնել Я Տիրոջը։ надеюсь, вы меня Ինձ թվում поняли. է, որ դուք հասկացաք։ Я на этом остановлюсь. Եվ այսքանով կավարտեմ։ Теперь мы